Բարձր դատարան, մենք գտնում ենք, որ այս ընտրությունները չեն եղել սահմանադրության 7-րդ հոդվածին համապատասխան։ Այս ընտրությունները չեն եղել ազատ, չեն եղել հավասար։ Այս պնդումները հիմնավորելու համար մենք ներկայացրեցինք, թե ատելության խոսքի մասշտաբային դրսևորումը, որը իրականացվել է սույն դատաքննությանը որպես երրորդ անձ ներգրավված ուժի կողմից եւ որը փաստահեն, որի վերաբերյալ կա իրավական բնույթի ակտը, վարչական դատարանի համապատասխան դատական ակտը։ Մենք հիմնավորեցինք, որ վարչական ռեսուրսի չարաշահումը եղել է անասելի։ Դրա վերաբերյալ ներկայացրեցինք կրկին դատական ակտեր, փաստահեն պնդումներ։ Մենք հիմնավորեցինք, որ սույն ընտրական վեճի, ընտրական գործընթացի, ընդհանրապես ընտրական այս գործընթացի շրջանակներում լիազոր մարմինը ունեցել է անկախության դեֆիցիտ։ Մենք տեսանք ինչպես սահմանադրական դատարանը իր կազմի փոփոխություն ունեցավ մասնակցության անհնարինության որոշումներով, բայց որը բնավ տեղի չի ունեցել կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեպքում։ Արդյոք մարդիկ չպետք է ունենան իրավունք քաղաքական գործունեություն իրացնելու, իսկ դրան հաջորդող ժամանակահատվածում այլ պետական մարմիններում պաշտոն զբաղեցնելու։ Իհարկե, թող ունենան, բայց արդյոք այն պետք է լինի այնպիսին, որ անաչառ դիտորդի մոտ մեղմ ասած անհանգստություն առաջացնի։ Սա է իրավիճակը կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեպքում։ Բարձր դատարանի կողմից դատաքննության ընթացքում մի կարևոր հարցադրման վերաբերյալ նույն 35 կոտորակ 65 ընտրատեղամասի վերաբերյալ պարզեցինք ինչ մի իրավիճակ։ Տեղամասային հանձնաժողովի նախագահը քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ է եղել։ Արդյոք սա կասկածի տալիս է թե ոչ։ Արդյոք սա չի ստվերում ամբողջ ընտրական գործընթացը թե ոչ։ Եկեք մի քանի այլ հանգամանքներ համադրենք դրան։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության ընտրական գործընթացների ամբողջ պատմության մեջ առաջին անգամ է, որ բովանդակային վարչարարությունից հրաժարվել։ Սա փաստ է։ Այո, կենտրոնական ընտրական հանձնաժողովը ունի լիազորություն վերահասցեագրելու դիմումները։ Բայց արդյոք դա պետք է լինի ի հաշիվ վարչարարության։ Այսինքն ոչինչ չլսի, ոչինչ չգնահատի, պարզապես վերահասցեագրի։ Այս հարցը ևս հնչեց դատաքննության ընթացքում։ Մի պարզ տրամաբանությամբ, լավ, եթե վերահասցեագրում եք, հետո ինչ եք անում։ Եվ պարզվեց դրա պատասխանը, հետո ոչինչ չեն անում։ Եվ ամենամեծ ցավալի հանգամանքներից մեկը նրանում է, որ հենց դատաքննության ընթացքում մենք տեսանք, թե ինչպես է հնարավոր, որ նույն կենտրոնական ընտրական հանձնաժողովը լինելով պատասխանող ունենա պահեստային պատասխանող։ Իդեմս երրորդ անձի։ Սա խնդիր է բարձր դատարան, թե ոչ։ Սա էական ազդեցություն ունեցող խնդիր է, թե ոչ։ Այն, որ ընտրությունները պետք է լինեն հավասար, իսկ այս ընտրությունները չեն եղել հավասար, ևս փաստ է։ Իդեպ հենց ամփոփիչ ելույթս ներկայացնելու շրջանակներում այն մտահոգությունը, որը ներկայացնում ենք նաև բարձր դատարանի աչքի առջև հնարավոր անկախության և կանխագալության ռիսկերը։ Նույնիսկ նիստերի դահլիճում ենք այդ ամենը տեսնում։ Բայց ինչևէ, հավասար ընտրությունների մասին երբ մենք դատողություններ ենք անում, ինչ է չէ սահմանադրական դատարանը իր որոշումներում միշտ ընդգծել, որ հավասարության երաշխիք սահմանադրական կարգի հիմունք նորմ հանդիսացող 7-րդ հոդվածից բխող առաջին իրենից ենթադրում է հավասար հնարավորություններ։ Հավասար հնարավորություններ
պարտավորություններ բոլոր ուժերի համար, որոնք մասնակցում են ընտրություններին։